Մասնավորապես արձագանքներին, որոնք հնչեցին այդ ուղղությամբ, եւ 3 առաջնահերթություններ նա ընդգծել, մասնավորապես համերաշխության մթնոլորտ ձևավորելը, զինված ուժերի մարտունակությունը վերականգնելը եւ դաշնակիցների հետ հարաբերությունների հաստատումը։ Գիտեք, որոշ անհատների արձագանքին, որոնք 3 հնչել են, հատառհատ անդրադառնալ չեմ ցանկանում մի շատ պարզ տրամաբանությամբ, շարունակելով նախագահի ալեգորիան, ես զռռոցները չեմ մեկնաբանում եւ չեմ անդրադառնում։ Ձեր նշած առաջնահերթությունների հետ կապված այն ինչ ասել է նախագահ Սարգսյանը, կարծում եմ մեկտեղում է եւ ամփոփում է հանրապետականի գործունեությունը, 35-ամյա գործունեությունը եւ մասնավորապես վերջին 7 տարվա անդիմադիր գործունեությունը, նշված բոլոր 3 առաջնահերթությունները իրատեսական են, հաշվի առնելով հայ ժողովրդի ներուժը հնարավոր են եւ դրա համար առաջնային անհրաժեշտ պայքարը իշխանափոխության իրականացումն է, որովհետեւ 3 որոշ մեկնաբանություններ եղավ, սա կարծես ԿՊ-ի նոր քարոզչական գիծն է, տրամաբանությունը հետեւյալն է, որ Հայաստանի Հանրապետությանը բազմաթիվ անգամներ փորձել են ներքաշել պատերազմի մեջ եւ վերջին փորձը եղել է Արցախի հայաթափումը։ Հիմա այդ նույն տրամաբանությամբ, եթե Աստված մի արասցե հարձակվեն Սյունիքի վրա կամ Գեղարքունիքի մարզի վրա, էլի տենց խրոխտ դեմքով գալու են այս բանների դիմաց կանգնեն ու ասեն, դե Հայաստանին փորձում են ներքաշել պատերազմի մեջ, հարձակվում են Հայաստանի վրա, բայց իրենք հերոսաբար չեն արձագանքում այդ հարձակումներին, դա մեկ, եւ երկրորդ էլի զավեշտը, որը վերջերս քննարկվում է, հարցին թե ինչու Ադրբեջանը չի արձագանքում այսպես կոչված խաղաղության պայմանագրի ստորագրման ամեն օր, ամեն ժամ հնչող առաջարկներին, Փաշինյանը ստատուս է գրում 15 րոպե մեկ դրա մասին եւ այլն, իրենք պատասխանում են, դե Ադրբեջանը անակնկալի է եկել Հայաստանի համաձայնությունից, չգիտեն ինչ անեն, տենց լավ չի, Սևանը հանձնեք ավելի շատ անակնկալի կգան, տենց իրաց նպատակը Ադրբեջանը անակնկալի բերելն է, անակնկալի ուրիշ ձև են բերում Ադրբեջանին, իսկ դրանք իրենք ունակ չեն։ Մամիկյանյան, ամեն դեպքում շատ քննադատվեց այդ էշերի գրակում են Հայաստանի տարածքի վրա, գուցե անկարգ են կամ էլ ժողովրդին են վախեցնում։ Նախ հիշեցնենք, որ ժողովրդին վախեցնողներից առաջինը հենց Փաշինյանն էր, որոնց այս տարի մոտավորապես այս ժամանակ Տավուշի մարզի գյուղերով շրջում էր եւ մեր քաղաքացիներին, մեր հայրենակիցներին վախեցնում էր պատերազմով։ Մեկ, երկրորդ, ես երբեք չեմ դադարի զարմանալ ԿՊ-ականների ունակությունից Ադրբեջանի փոխարեն ներողություն բառիս համար, բայց կռուտիտ լինելու ունակությանը։ Այսինքն այն հայտարարությունները, որոնք սովորաբար Ադրբեջանն է տարածում, զինվորները անկարգ են, չնայած դրան նույնիսկ Ադրբեջանը չի հասել, թիրախային չեն, օդ են կրակում, այսինքն ԿՊ-ականները ու ցավոք սրտի նաև պաշտպանության նախարարությունը վերջին շրջանում Ադրբեջանի փոխարեն արդարանում է։ Այսինքն ես սրա ինչը մեկնաբանեմ, եթե ամեն պատասխանը, որը սովորաբար Ադրբեջանի հերյուրանքներին էի տալիս, դժվար իրանց դուր գա, բայց իրանք ավելին են արժանի։